Ողջույն։ 7.5 տարվա ՔՊԱ-ական իշխանությունից հետո արձանագրում ենք Հայաստանում բազմաթիվ ոլորտների քանդումը։ Ինչին կպել են քանդել են, անգամ օդն են կեղտոտել բառից բուն իմաստով, բայց որևէ ոլորտի քանդումը ֆիքսենք տեղի ունեցել այդ ոլորտի որոշ ներկայացուցիչների աջակցությամբ։ Նիկոլը այնպես չի արել, որ մենակ ինքը հավաքի քրեական հոդվածներ։ Բանակը քանդել է որոշ գեներալների սպաների մասնակցությամբ։ Միջակ սպային տվել է գեներալի կոչում, միջակ գեներալին իր ուժին չհամապատասխանող գործ։ Մարդուն, որը կարող էր միայն դասախոս լինել, նշանակել է կրթության նախարար ու քանդել է։ Գիրք կարդացածին նշանակել է դասագիրք գրող ու քանդել է։ Նիկոլը քանդելու մեծ տաղանդ ունի։ Եկեղեցին քանդելիս խնդիրների առաջ կանգնեց ու դիմեց հոգևորականների օգնությանը, որ քանդի ու օգնողներ կան այն էլ սրբազաններ։ Գիտեք, ցավն այն չէ, որ բոլոր ոլորտներում էլ կան մարդիկ, որոնք ունեն հարված ընդունելու տեղեր, թույլ տեղեր։ Ցավն այն է, որ պետության ղեկավարը կարիք ունի նման մարդկանց, որ քանդի։ Խնդիրը իշխանության անհագուրդ ցանկությունն է քանդել ցանկացած բան։ Նույն թույլ, կամազուրկ գեներալները բոլոր ժամանակներում էլ կային։ Հոգևորականին ոչ վայել պահվածքով, շքեղ կյանքով ապրող եկեղեցականներ էլ կային, բուհից հեռու դասախոսներ էլ կային, բայց չէին քանդվում ոլորտները, որովհետև իշխանության գլուխ կանգնածի նպատակը քանդելը չէր։ Մեզ հակադարձում են, թե եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը եկեղեցու դեմ չէ, որոշ եկեղեցականների դեմ է, սուտ է։ Եթե եկեղեցու դեմ չէ, ինչու մինչև հիմա չեն զբաղվել այդ հարցերով եւ հիմա ինչ որ բաներ են մոգոնում։ Կամ այն սրբազանները, որ գնացել են Նիկոլի հետ հանդիպման, չգիտեին, որ սահմանադրությամբ եկեղեցին ու իշխանությունը տարանջատված է։ Գիտեին, ու եթե գնացել էին Նիկոլի ձեռքը սեղմելու, նույն սրահում նույն օդը շնչել արտաշնչելու, ապա միայն այն նպատակով պետքա դա լիներ, որ ասեին՝ մի խառնվեք եկեղեցու գործերին, մենք կաթողիկոսի հետ էլ կխոսենք, Արշակ սրբազանի հետ էլ կխոսենք եւ մեր եկեղեցու տարածքում կգանք որոշման։ 3 arczepiskopos-ի կալանքի մեջ պահողի հետ գնացել են հոգևորականը, ինչ ունեն քննարկելու։ Եթե ոչ պահանջ, որ ազատ արձակեն իրենց հոգևոր եղբայրներին։ Կատարվողը կրկնում եմ կոնկրետ եկեղեցու դեմ է։ Եթե հոգևորականների դեմ եւ ոչ եկեղեցուն, ապա ոնց կբացատրեք, որ այս պահին հարցակման տակ են ոչ միայն հոգևորականները, կալանքի տակ են ոչ միայն հոգևորականներ, այլ մարդիկ, որոնք կառուցում են եկեղեցիներ։ Եթե նրա կռիվը հոգևորականների հետ է, այդ դեպքում ինչու է եկեղեցին անվանում Չուլան։ Բնականաբար քրեական օրենսգրքում եթե լիներ, որ եկեղեցի կառուցելը հանցագործություն է, Սամվել Կարապետյանին կամ Վարդան Ղուկասյանին կբռնեին դրա համար, բայց քանի որ դեռևս հանցագործություն չէ Հայաստանում եկեղեցի կառուցելը, դրել են տակը այլ հոդված։ Եկեղեցու վրա հարձակումների պատճառը ըստիս հետևյալն է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հզոր կառույց է, համահայկական ամենամեծ կառույցն է ամբողջ աշխարհում, ամենամեծ տարածվածություն ունի։ Սփյուռքի այն գաղթօջախներում, որտեղ չկան հայկական դպրոցներ, եկեղեցուն կից անպայման դրանք կան։ Պատարակներին մարդիկ են գնում, շփվում ու բնականաբար եկեղեցու պարակտումը չի կարող այդ եկեղեցի պատարակի գնացողին չպարակտել։ Ցանկացած բան, որ անում է կառավարությունը, պետք է հասկանալ ում է դա ձեռնտու։ Մեր երկրում էս ահռելի գնաճը ում է ձեռնտու, ժողովրդին, իշխանությանը, թե մեր թշնամիներին։ Թոշակ չբարձրացնելը ում է ձեռնտու, ժողովրդին, իշխանությանը, թե մեր թշնամի երկրներին։ Բանակի այս քարուքանդ վիճակը ում է ձեռնտու, մեզ, Նիկոլին, թե Ադրբեջանին։ Այս ատելության մթնոլորտը ում է ձեռնտու, հանցագործությունների շատացումը ում է ձեռնտու։ Եթե իշխանությունն անում է բաներ, որ պետությանը ձեռնտու չէ, ժողովրդին ձեռնտու չէ, շատ դեպքերում հենց այդ իշխանությանը ձեռնտու չէ, ուրեմն պետք է փորձել հասկանալ, լավ իսկ որտեղից է թելադրվում, ում է ձեռնտու։ Եկեք միասին դա վերլուծենք։ Համեմատություն էլի եմ բերելու, որտև ակնհայտ բաներ կան։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ասենք Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդողանը, Սելջուկ Բայրակթարը, ինչ կանեին։ Առաջին բանը
կբռնեին այն մարդկանց, ովքեր 90-ականների պատերազմում իրենց մռութը ջարդել են, բանակը կքանդեին, 5000 մեր տղերքի կբերեին եռաբլուր, Արցախը կհանձնեին, եկեղեցու վրա կգնային եւ այլն, այդպես չէ։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար ոչ թե Սուրեն Պապիկյանն է, այլ Զաքիր Հասանովը, ասենք։ Հայ զինվորը չէր ապրի ու վառվի խրճիթում չունենալով նորմալ զորամոց։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը Ժաննե Անդրեասյանի փոխարեն Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևն է։ Չէր վերացնի եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից, կհաներ, չէ։ Փոխարենը ադրբեջաներին ուսուցում չէ կմտցներ։ Չէր սահմանափակի բուհերում հայոց պատմության ու հայոց լեզու առարկաները, կաներ, չէ։ Կառավարության ամեն նիստում չէր փակի դպրոց, կփակեր, չէ։ Հիմա էլ են անում։ Կարող է մի բան պակաս աներ, ասենք Մեսրոպ Մաշտոցի նկարը չհաներ դասագրքից։ Հələ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը ոչ թե Արփինե Սարգսյանն է, այլ Վիլայաթ Էյվազովը, որը հիմա Ադրբեջանի ներքին գործերի նախարարն է։ Հանցագործությունները 8000-ից չէին հասնի 40000։ Ակցիաների ժամանակ քաղաքացիներին արյուն լվիկ չէին անի ոստիկանները, չէին քաշքշի Ադրբեջանի դեմ պատերազմում անմահացած զինվորների ծնողներին։ Մեր երկրում բնապահպանական աղետ է արդեն որերորդ անգամ, եթե Համբարձումի փոխարեն Մուխտար Բաբաևը լիներ բնապահպանության նախարարը, այս մեր էկոլոգիական աղետը նույն աստիճանի վրա չէր լինելու։ Հիմա այդ մինիստրությունը կամ անգործությամբ է զբաղված, որը պետական միջոցների վատնում է, կամ այնպես են անում, որ այս աղետը տեղի ունենա։ Երկու դեպքում էլ հանցավոր է։ Սա անդառնալի վտանգ է եւ հնարավոր է մահացու վտանգ է մարդկանց համար։ Հələ մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության Խաղավիացիայի պետը ոչ թե Տաթևիկ Ռևազյանն էր, այլ Արիվ Մամեդովը։ Հայկական ընկերությունները չէին հայտնվի Եվրոպայի սև ցուցակում, կարծում եմ կհայտնվեին։ Եթե Հայաստանի ֆինանսների նախարարը լիներ ոչ թե Վահե Հովհաննիսյան, այլ Սահիլ Բաբաևը, այնպես չէր անի, որ երկիրը ճկռի պետական պարտքի տակ։ Կառավարության ամեն նիստում չէր վերցնի մի քանի տասնյակ ու 100 միլիոն եվրոյի վարկ։ Եթե Հայաստանի սոցիալնախարարը ոչ թե Արսեն Թորոսյանը լիներ, այլ ադրբեջանցի նախարար Անար Ալիևը, թոշակառուն ավելի լավ կապրեր, աղքատությունը կնվազեր։ Եթե Երևանի քաղաքապետը լիներ ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ Բաքվի այսօրվա քաղաքապետ Էլդար Ազիզովը, Սովետաշենի Զիբիլանոցը մեջ պաժար չէր ընկնի ու թունավորեր մայրաքաղաքի օդը մինչև այսօր։ Երևանում անձրևը ջրհեղեղ չէր դառնա, տրանսպորտը չէր թանկանա, գույքահարկը չէր թանկանա 6 անգամ, աղբի վճարը 10 անգամ։ Ժողովուրդ ջան, հերթով անցեք բոլոր ոլորտների վրայով։ Եթե համակարգեր ադրբեջանցի, քաղբանտարկյալների թիվը ավելի շատ կլիներ։ Եթե Հայաստանի ազգային ժողովի նախագահը լիներ Սահիբա Գահֆարովան, ոչ թե Ալեն Սիմոնյանը, ու ՔՊ-ի փոխարեն լիներ Յենի Ադրբեջան խմբակցությունը, ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նույն կերպ չէին մերժի։ Շուշի հակահայ հռչակագրի դատապարտումը չէին մերժի։ Հայ գերիների մասին բանաձևը չէին մերժի։ Վերցրեք հերթով բոլոր պաշտոնները ու մի կարճ վերլուծեք, թե դրանցում, եթե աշխատեին ադրբեջանցիներ, ավելի վատ կլիներ, քան այսօր է։ Մտածեք ու երևի ինձպես կգաք եզրակացության, որ կանեին նույն կերպ, ինչպես հիմա էլի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ կբացվեր, հակասահմանադրական, էլի Սամվել Կարապետյանն ապօրինի կկալանավորվեր, էլի աղքատությունը 25% կլիներ կամ մի քիչ պակաս, էլի Ղարաբաղը կհանձներ, էլի եկեղեցու վրա կհարձակվեին, էլի Սփյուռքի վրա կհարձակվեին, էլի դիմադիր քաղաքապետներին կկալանավորեին, էլի սրբազանների կկալանավորեին, էլի կթալանեին ու կհարստանային։ Այս ամենը մեր շահերից չի բխում, բխում է մեր թշնամիների շահերից, ու այդ շահերը սպասարկվում են։ Պաշտոնյաների ազգանուններին մի հետևեք, քայլերին հետևեք, ինչ են անում, ում է ձեռնտու։ Եվ ուրեմն իմացեք, թե որտեղից է կառավարվում Հայաստանի կառավարությունը։ Իր ընդհանրությունները կարող եք անել արդեն։ Կարճ ասած, Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականները պետք է լավ իմանան, որ Փաշինյանը նախաձեռնել է եկեղեցու քանդում, ինչպես որ ժամանակին Արցախի քանդումներ անում։ Ինչ այն ժամանակ խոստովանում էին, որ Արցախը հանձնում են,
Չէ ասում էին, այդ դուք եք Արցախը հանձնում, մենք պահպանողն ենք, մենք ինքնորոշման ճանաչում ենք բերելու միջազգային, բայց հանձնեցին։ Բա հո չեն ասելու մենք եկեղեցին քանդում ենք, կասեն հավատն ենք ամրապնդում, ուզում ենք ինքնամաքրվի ու քանդելու են, բանակն էին ինքնամաքրում։ Անմեղսունակություն եմ համարում քննարկման մեջ մտնելը, թե միգուցե իրոք կան հոգևորականներ, որոնք եւ այլն, չէ ժողովուրդ ջան։ Սրանք պայքար են տանում մեր արժեքների, մեր ինքնության, մեր հայկականության դեմ։ Ինչպես որ կանխատեսում ենք 2018-ին ու իրականացավ, այնպես էլ հիմա է։